մնաց մայրիկիս ձեռքը հուզմունքն ու ուրախությունս Անծանոթ ու ծանոթ հարազատ դեմքեր ուր անցել է մանկությունս Այն մեկը նստած իմ կողքին դարձավ սերն իմ առաջին Եվ այդպես անցան տարիներ մոտեցավ օրը վերջին Հնչեց վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք իրարից Հնչեց վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք Իմ ուրախ տարիներ ու անհոգ օրեր Միշտ կզգամ ես ձեր կարիքը Կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ Դուք եղաք իմ ընտանիքը Ժամանակը ինչպես անցավ Այդպես էլ մենք չիմացանք Հիշելով զանգը առաջին Մոտեցավ օրը վերջին Հնչեց վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք իրարից Հնչեց վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք Վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք իրարից La 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 Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում մնանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Բավը չկօրհնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաց բարով Այսօր դու կլացես ու կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն
Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբուրին ու ցեստանաս ապագա ճանապարհի կաշառաչի Սանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կրված Քո տեսքը անթերի է չկանցկացես Տարիները որ ասնում են դրոցում Ամենաթանկն է Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբուրին ու ցեստանաս ապագա ճանապարհի կաշառաչի Սանգն է այս վերջին Կյանքում երաժշտության մեջ նվաճումների հասնեցին։ Երեգետը պրոջեկա ես շատ զարմացած Առաջին ասլիմ առաջին շարքում նստած Բարեն ասանոտ ընկերը այն հարացած Եվ մտների մնյեներ մենք դարձան Աղա մոտեցավ որ այս երկա սպասված Այս կացմունքներն իրար է խառնված Երանի հնար լիներ այն ետ բերեն Օրերը անցած որ հուշեր են դարձել Վերջին զանգ դե հնչից ու բարով Մեր անգին հուշերով Հեռանում ենք սիրով Վերջին զանգ դե հնչից ու բարով Դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք մնաս վարով Վերջին զանգ դե հնչից ու բարով Մեր անգին հուշերով Հեռանում ենք սիրով Սրտան շնորհավորում, սրտան շնորհավորում Այսօրը ձեր կյանքի հերևս ամենաերջանիկ, ամենաուրախ օրերից Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում, որ ձեր երազանքները իրականանան և հույս ունենան, որ յուրաքանչյուր ձեր արժանները Ձեզ հաջողություն, ձեզ բարի ճանապարհ, մեր զինվորների բարություն և Աստված ձեզ Սիրելի շրջանավարտներ, ցանկացած լավ դեպք սկիզբ ունի ավարտ, բայց ես չէի ասում, որ վերջին զանգը սա ավարտ է։ Վերջին զանգի կոմանչները նոր հնարիվ, նոր նախադրություններին, նոր աշխատանքների, նոր երազների նպատակների սկիզբ են ազգարել։ Շնորհավորում եմ ձեզ շրջանավարտի ու պատրաստությամբ, շնորհավոր ձեր տոնը։ Այսօրվա սերը, ջերմությունը, ողջ ձեզ ուղեկցեն ողջ կյանքի ընթացքում։ Ինչ դժվարություն է, որ լինի ձեր կյանքում, սերն ու բարությունը, սերն ու ջերմությունը, ձեզ օգնեն, որ դուք մարտահարեք։ Բարի ճանապարհ, նոր կյանք, հազար ու մեկ փորձություններով, հազար ու մեկ խոչընդոտներով լի կյանք, իսկ առանց խոչընդոտների կյանքը հետաքրքիր ու քաղցր չի լինում։ Այնպես որ ձեզ հրաշալի կյանքեր Սիրելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ, ձեր ուսումնասիրությունն ավարտելու կապակցությամբ, բայց դու մտնում եք մի նոր մեզյան, որը լի է վերելքներով ու բարիչքներով։ Թող այդ բոլոր խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ ձեզ ոչ թե հուսահատեցնի, այլ միայն ուժեղ, ավույթ կամ պարգև, բոլոր ձեր նպատակների հասնելու և ձեր բոլոր ձեր իրականացնելու համար։ Եվ ինչ է որ լինի, չկորցնեք ձեր հայեցի հասնելիությունը, որովհետև դու ձեզ եք ոտքի կրտեցությունում, եղեք լավ մասնագետներ և մի լքեք մի հայրենից։ Ես շատ Աստված ձեր կյանքում, նա այն ամենը, ինչ որ ասում եմ, թող լինի ձեր կյանքում միշտ մալի, լավ։ Մաղթում եմ ձեզ ձեր նոր կյանքը հաջողություններով և ժողովություններով ուսման մեջ միշտ հաջող
կապված բոլորը հանրեք։ Իրանց է շատ է Մենք էլ ես եմ յուրահաշտով վերաբերվել, չնայած բոլորին է, բայց այսօր իրոք ես Ալեքսանդր Մասացիդում ուրիշ է, փայլում եք, չնայած ձեր ներքին փայլը միշտ զգացել եք, տեսել եք։ Բացահաչում ենք, ցանկանամ, որ լավ կոլեկտիվ միշտ իրար սիրով, խաղով այդպես մնանք և կյանքում միշտ նպատակներ և այդ նպատակների համար ոչինչ չխանայք, ջանք և աշխատանք, հասնեք ձեր նպատակից։ Ամբողջ աշխատանքի արդյունքում մարդը միշտ էլ վերելքներ ունենում է անկախ տարիքից, անկախ ժամանակից և զբաղվածությունից։ Ես կցանկանամ միայն առաջ նայեք, առաջ շարժվեք, որպեսզի հետ նայեք, տեսնեք, որ ձեր կյանքի ընթացքում ձեր ուղին դուք կերտում եք։ Կցանկանամ այդ ուղին լինի գեղեցիկ, կանաչ, անամ և ձեր ծնողների սրտում։ Եվ բարությունը միշտ թող ուղեկցի ձեզ, Աստված ձեզ պահապան։ Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին, իմ սիրելիներ, շնորհավորում եմ ես էլ վերջի զանգի կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ լուսավոր ապագա, կանաչ ճանապարհ, հաղթանակներով ու վերելքներով միշտ գնալ։ Բարին ձեզ, ես ձեզ շատ սիրում եմ, երբեք չեմ մոռանալ ձեր դասարանը։ Ջան, շնորհավորում եմ, ցանկանում եմ բարի ետ, ես ես քիչ ժամանակ եմ ճանաչել, բայց բոլորիդ շատ սիրեցի, ինչ նպատակներն եք հետագայում, բոլորը իրականացան։ Շնորհավորում եմ եք ջանցես պայծառ ապագայից դուք շատ սիրեցի ես ձեզ, դուք պարզ եք, բարի, անկեղծ պայծառ ապագայից։ Ձեզ ամենալավն եմ մաղթում երեխեք ջան, շնորհավորում եմ նախ, կանաչ ճանապարհ, բոլորդ հասնեք ձեր նպատակին, ինչի համար որ պայքարել եք մինչև հիմա, ամենալավն եմ ձեզ մաղթում։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական
հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Դելի շրջանամարտերից, այս աշխարհի երջանկությունն ու լավն ու բարիք եմ ձեզ մաղթում։ Միշտ հարթ ճանապարհ, խաղաղ երկինք, թեկուզ երբ խոչընդոտների հանդիպեք, պատվով հաղթահարեք բոլոր խոչընդոտները։ Բարի երբ եմ ձեզ մաղթում, սիրելիներ։ Մամ, ես պատրաստ չէ՞։ Պատրաստ ենք։ Պապ։ Եկա։ Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ ժպտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն բար ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տակ հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Այժմ կհնչի Հայաստանի Հանրապետության հիմնը։ Հիշում ես 12 տարի առաջ այսօրը, անձրև էր գալիս, չէ արև էր։ Կապ չունի, կարևոր է պայուսակը ինձնից մեծ էր, ու ես վստահ եմ, որ դասերը մի քանիներից կապվում են։ Իսկ ես հիշում եմ կաղջիոտը, ու այն վաղ, որ անկար սխրադասարանք ունեն։ Այսօր մենք կանգնած ենք այստեղ, բաց երկինքի տակ, առանց մեմի դեկորացիաների, առանց վարագույրների, որովհետև 12 տարիները թատրոն չէինք։ Դա իրական կյանք էր։ Այս բակում մենք սովորեցինք ամենակարևորը, ինչպես ընկերանալ, ինչպես ներել և ինչպես ուժեղ լինել, երբ թվում էր վերջ, էդ չենք անում։ Մենք այսօր ձեզ չենք հրավիրել հանդեսի, մենք ձեզ հրավիրել ենք մեր ճամփորդության վերջին կանգարին։
Այստեղ բեմը մեր դպրոցի բակում, իսկ սցենարը գրել ենք մենք յուրաքանչյուր օրով։ Բարի գալուստ մեր ֆիլմի վերջին սերի, որը կոչվում է Վերջին ձայն։ Այժմ այս բակում կանգնած են այսօրվա հերոսները, ներկայացնենք նրանց։ Մերին է միշտ գործունյա, միշտ պատրաստական, ընկերոջ կողքին է նա, միշտ ու ամեն ժամ, լսում են նրան, ընդունում խոսքը, նա կատարում է իր տրված խոսքը։ Անժելան բարի է ու շատ կամեցող, ընկերոջ կողքին է, նրան միշտ օգնող, պատրաստական է ու համեստ, բոլորը շատ ջերմ ենք նրա հետ։ Ռոզան է մեր հեզիկ նազիկ, այդ երևար կարմիր թուշիկ, ժպտում է նա ժուր շշնջում և իր շուրջը սեր տարածում։ Ահա Ջուլիետան, մի անկյուն քաշված, նայում է հեռուն մտքի մեր սուզված, շատ քիչ է դիմում նա ընկերներին, բայց պատրաստ է միշտ օգնել բոլորին։ Գոհարի կխելացի, աշխույժ ինչպես փոթորիկ, վիճում է նա քննադատում ու ամեն տեղ իր խոսքն ասում։ Հմայի չէ ինչպես եղնիկ, նա զանգ ունի նա գերով, ընկերները միշտ նրա շուրջ հավաքում են խմբերով։ Էլֆիկը բեմ է դուրս գալիս, իր ձայնով բոլորին գերում, իսկ դասի ժամին շատ հաճախ թենիսով էր զբաղվում։ Վազգեն, Մարտով ապացուցեց, որ ժամանակը առաբերական, նրա համար ուշանալ ուղղակի ժամանակացույց է։ Սուսիկ փուսիկ մի պարզ աղջիկ, Սոնյանը մեր անուշիկ, ջանք է թափում միշտ անդադար երազանք են հասնելու համար։ Մարին է միշտ կազմակերպում ու զանազան ելքեր փնտրում, մտածածն ասում, երբեք չի կեղծում, իր շիտակությամբ հավատ ձեռ բերում։ Անին տեսքով իր շքեղ ու աղջկական հմայքով գունավորում է դասանը մեր, իր պարզության մաքրությամբ լույս տարածում շուրջը իր բոլոր։ Արտակը բարձրահասակ, ամաչկով, իսկ նորակյաց ու հանգիստ, օրվա դասերին են նա մեր դասերին միշտ գալիս։ Հովհաննեսը դասերին շատ հաճախ է նստել, սակայն այսօր մեզ հետ միասին այս բեմում է նա կանգնել։ Թամարան է ժրաջան, ժտեր միշտ ճտպտան, ծիծաղն է օրդում նրա աչքերում, լավ ասմունքում է գրում ու ջնջում։ Բարի օր, սիրելի ուսուցիչներ, հարգարժան հյուրեր, սիրելի ծնողներ եւ իհարկե օրվա գլխավոր հերոսներ, թանկագին շրջանավարտներ։ Այսօր մեր կյանքի ամենահիշարժան եւ հուզիչ օրերից մեկն է։ 12 տարի շարունակ այս պատերը եղել են մեր երկրորդ տունը, իսկ դպրոցական զանգը մեր Արոյայի անբաժան ուղեկիցը։ Սակայն այսօր զանգը ինչու է յուրահատուկ ձևով։ Այն մեզ ազդարում է մի անոք ու գեղեցիկ փուլի ավարտ եւ մի նոր լուսավոր ու պատասխանատու ճանապարհի սկիզբ։ Մեր սիրելի ընկեր Գրիգորյան, դուք մեր գլխավոր ռեժիսորն եք, դուք այն մարդն եք, ով գիտեր մեր բոլոր գաղտնիքները, ով մեզ փրկում էր տնօրենի սենյակից, եւ հավատում էր մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ինքներս մեզ չէինք հավատում։ Մենք գիտենք, որ մեզ հետ հեշտ չէր։ Մենք մոռանում էինք տնայինները, կորցնում էինք գրիչները, բայց դուք երբեք չկորցրեցիք մեզ լավ մարդ դարձնելու հույսը։ Մեկ Հասկացանք, որ գնում ենք արդեն, սիրելի մեր դպրոցն ավարտում ենք արդեն, բայց մեկ եք կհիշենք օրերը մեր այնին, և նաև կհիշենք ուսուցիչներին, համաձայն եմ քեզ հետ սիրելի իմ ընկեր, մենք հավերժ կհիշենք խոսքերը ձեր այն ջերմ, որ ասել ես դու մեզ ուսուցիչ մեր անգին, խոսքեր թանկագին, վերջին զանգը մեր հնչում է, զանգը ավարտի, վերջին խոսքը մենք ասում ենք, խոսքեր աժժի, վերջին անգամ մենք բացում ենք, դուրը դպրոցի, հեռանում ենք դպրոցից, առանց ետացի, վերջին զանգը մեր հնչում է, զանգը ավարտի, վերջին խոսքը մենք ասում ենք, խոսքեր աժեշտի, վերջին անգամ մենք բացում ենք, դուրը դպրոցի, հեռանում ենք դպրոցից, առանց ետացի, կավարտենք, բայց կգանք դպրոց ու իմ անգին, կմտնենք, կնստենք մեր նստարաններին, մտովի կհիշենք օրերը մեր այնին, և ուրախ կարտասենք նայելով դեր դեմքին, սիրելի, հարգելի, հոգադար իմ դասեր, երբեք չեմ մոռանա ձեր դասերը ու ձեզ, կհիշեմ բացատրած ձեր գանձերը բոլոր, օգտակար ու կարևոր, վերջին զանգը մեր հնչում է, զանգը ավարտի, վերջին խոսքը մենք ասում ենք, խոսքեր աժեշտի, վերջին անգամ մենք բացում ենք, դուրը դպրոցի, հեռանում ենք դպրոցից, առանց ետացի, վերջին զանգը մեր հնչում է, զանգը ավարտի, վերջին խոսքը մենք ասում ենք, խոսքեր աժեշտի, վերջին անգամ մենք բացում ենք, դուրը դպրոցի, հեռանում ենք դպրոցից, առանց ետացի,
Սիրելի ուսուցիչներ, մենք այսօր ձեզնից շնորհակալություն ենք հայտնում ոչ միայն թեմաները բացատրելու, այլ նաև մեզ լսելու համար։ Ոչ միայն բարդ բանաձևերի, այլ այն համբերության համար, որով դուք սպասում եք մեր ուշացած պատասխաններին։ Շնորհակալություն, որ մեզ հեռացեցիք դպրոցից այն բոլոր չարչությունների համար, որոնք արել ենք այստեղ այս բակ։ Մենք ձեզ համար պատրաստել ենք մի փոքր ուժ, ոչ թե հրաժեշտի, այլ որպես շնորհակալության մեր կյանքի դասերի համար։ Մեր սիրելի դպրոց, երջանկության պահոց, կրակ ես դու բոց։ Մեզ կանչում է կյանքը նոր, շատ բարդ ու կարևոր, մի քիչ արտասովոր։ Դու քո բարությամբ, քո անկեղծությամբ, հիշվելու ես միշտ մեր դպրոց սիրելի, վերջին զանգն է մեր հիմա, մենք տեխնում ենք ակամա, արցունքները աչքերիս հոսում են նորից, 12 տարի միասին դպրոցի ճանապարհին, հարթել ենք շատ ուղիներ, ուսուցիչներ մեր, վերջին զանգն է մեր հիմա, մենք տեխնում ենք ակամա, արցունքները աչքերիս հոսում են նորից, 12 տարի միասին դպրոցի ճանապարհին, հարթել ենք շատ ուղիներ, ուսուցիչներ մեր, գլխացավանք ենք եղել, ձեզ հաճախ չենք լսել, բայց հետո զղջացել, շատ ենք դասից փախել, մեր դասղեկին խաբել, բայց նրան միշտ սիրել, իմ լավ ընկերներ, լավ ուսուցիչներ, շնորհակալ ենք, որ հենց այսօր վերջին զանգն է մեր հիմա, մենք տեխնում ենք ակամա, արցունքները աչքերիս հոսում են նորից, 12 տարի միասին դպրոցի ճանապարհին, հարթել ենք շատ ուղիներ, ուսուցիչներ մեր, վերջին զանգն է մեր հիմա, մենք տեխնում ենք ակամա, արցունքները աչքերիս հոսում են նորից, 12 տարի միասին դպրոցի ճանապարհին, հարթել ենք շատ ուղիներ, ուսուցիչներ մեր։ Մենք այսօր ավարտում ենք ոչ միայն դպրոցը, այլ նաև մանկությունը։ Շնորհակալ ենք, որ այս 12 տարիների ընթացքում դուք եղաք մեր փարոսը։ Որեցիք, որ սխալվելու համար վախենալ պետք չէ, վախենալը չփորձելն է։ Մենք գնում ենք, բայց ձեր ձայնը միշտ լինելու է մեր ականջներում, երբ կյանքում կանգնենք բարդ ընտրության առաջ։ Ժողովուրդ, նայեք մեզ, մենք հաղթահարեցինք 12 տարվա ստուգողականները, անքուն գիշերներն ու դասից փախչելու վախերը։ Մենք դարձանք մի ընտանիք, որտեղ գիտեինք ումից կարելի է դաս արտագրել եւ ում հետ կարելի է անվերջ ծիծաղել։ Այսօր մեր վերջին դասամիջոցն է, բայց թող մեր ընկերությունը դասամիջոցներ չունենա։ Վերջին անգամ մենք դասից փախանք, որ ֆիզկուլ չնստենք։ Էй սուր արա, Բուֆետից պարկով մի բան առանք, որ սոված չլերվենք։ Դպրոցը ավարտում ենք, էս էջը մենք փակում ենք, բայց կարոտելու ենք, ահագին։ դասերը մեզ տանջում են, ԱԱՏ-ից ստուգում են, մենաս բարով ասում ենք։ Մեր դպրոցին պարակատախտոյով, սիգնալներ կապելով, քշում ենք քաղաքով, սիրուն Երևանով։ Ընկերնա Ապետյան, խմած եք Անգզերյան, դուք ամենաբարի, մաման է Կաբուլի։ Վինետքի համար նկարվեցինք, Օնոն գեշ դուրս եկավ, ու նկարը էդ մեր կեշոյի, տիկտոքում ռեկնգավ։ Հիմա Օնոն գժվածա, շորտեն էլ գզգզվածա, նանոյից նեղացածա, ահա
Ագին նանոն երկրից թռացա Դուբայում հով լրվածա Վիճակը շատ լարվածա Վիպուսքնոն հարանվածա Պրակատ ավտոյով Սիգնալ է կապելով Քշում են քաղաքով Սիրուն Երևանով Ընկենա հապետյան Խմած եք անգձենյան Դուք ամենաբարի Մաման եք Աբուլի Հիշում եմ առաջին քայլերս դեպի դպրոց Չգիտեի ինչ էր ինձ սպասվում Մտքովս չէր անցնի, որ մեր տնից բացի Ես կգտնեմ նոր տուն Չգիտեի ինչքան սիրուն օրեր Ու ինչքան սիրուն պահեր կապրեմ Ես քո գրկում սիրելի դպրոց Ասես մանուկ լինեմ Ես կհիշեմ քո խոսքերը ու բարի խորհուրդները Ուսուցիչ իմ թանկագին Ես կհիշեմ բոլորին կկարոտեմ են աղջկան Որ նստում էր իմ կողքին Հիմա ասում ենք մնաք բարով Հեռանում ենք ձեզ սիրելով Ու կդողան հաստատ սրտերը մեր վերջին զանգի ձայնով Հիմա ասում ենք մնաք բարով Հեռանում ենք թաց աչքերով Ու կփոխվի կյանքի սիրուն այս էջանին օր ճանապարհով La 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 Շատ ասել հաջողություն Այս պատերի մեջ կա շատ հիշողություն Առաջին սեր ու առաջին հայաց Կմնա մի հավերժություն Տարիները անցան մնացի հուշեր Աչքերում մեր կա թախից ու սեր Մենք միշտ պատրաստ ենք ձեր դիմաց Խոնարհվել ուսուցիչներ Ես կհիշեմ քո խոսքերը ու բարի խորհուրդները Ուսուցիչ իմ թանկագին Ես կհիշեմ բոլորին կկարոտեմ են աղջկան Որ նստում էր իմ կողքին Հիմա ասում ենք մնաք բարով Հեռանում ենք ձեզ սիրելով I just woke up from a dream Where you and I had to say goodbye And I don't know what it all means But since I survived I realized Wherever you go that's where I'll follow Nobody's promised tomorrow So I'ma love you every night like it's the last night Like it's the last night If the world was ending I wanna be next to you If the party was over And our time on earth was through
Շատերն ասում են, դպրոցի դռները փակվում են մեր ետևից։ Ես կասեի դրանք բացվում են դեպի մի աշխարհ, որտեղ մենք ենք գրելու մեր սեփական սցենարը։ Մենք չենք վախենում դժվարություններից, որովհետև այս բակում մենք թրծվել ու դարձել ենք ուժեղ։ Աշխարհ, պատրաստվիր, մենք գալիս ենք։ Մեր 12 տարին հեքիաթի պես անցավ, դպրոցական կյանքը քաղցր ուժ դարձավ, 4 տղա, 9 աղջիկ, մի հաշտ ընտանիք, ահա գնում ենք մենք դեպի վար գալիք։ Երբ եկանք դպրոցն այս նոր, անծանոթ ենք ու չգիտենք որ, հարազատ ենք դառնալու, կողք կողքի անցան տարիներ, չիմացանք ինչպես դարձանք մի ընտանիք, ապրեցինք միմյանց հոգսերով, կիսվեցինք մեր գաղտնիքներով, այսօր պիտի այս ամենն ավարտվի ու նոր կյանք սկսենք առանցին մեկ այս ու հետ չունի աշխարհը մեզ նման չկա չէ մենք մի հատ ենք աննման սիրել ենք ու սիրվել այստեղ չենք կարող թողնելու հեռանալ չունի աշխարհը մեզ նման Չկա չէ մենք մի հատ ենք աննման Սիրել ենք ու սիրվել այստեղ ու չենք կարող թողնելու հեռանալ Հասկացրել ենք ու բացատրել մեզ կյանքի դասեր եք տվել մեր ուսուցիչներ ախ ինչպես անցան տարիներ ու այսօր եկել է պահը մեր հրաժեշտի չէ որ մենք ենք ձեր արևը արևից էլ առավելը աշխարհը ձեզ նման չկա չէ դուք մի հատ եք աննման սիրել ենք կսիրենք հավեր դժվար է ձեզ թողնելու հեռանալ չունի աշխարհը ձեզ նման չկա չէ դուք մի հատ եք աննման սիրել ենք կսիրենք հավեր դժվար է ձեզ թողնելու հեռանալ ամենաջերմ ու իշխող պահերը մեր կյանքի այս տարիներն էին որ անցան ու էդ չեն կրկնվի սիրելին ուսուցիչներ տենի բաղձեց նեղացրել ենք մենք այսօր այստեղ ասում ենք կներեք դուք մեզ Այս զանգը մեզ համար վերջինն է որպես աշակերտ Բայց առաջինն է որպես մարդ, ով ազատ է երազելու եւ գործելու։ Թող այս հնչյունները մեզ միշտ հիշեցնեն այս բակը, այս ժպիտները ու մեր կյանքի ամենաանհոգ 12 տարիները։ 12 տարին մեզ թվում էր հավերժություն, բայց այն անցավ մի վայրկյանի պես։ Մենք եկանք այստեղ շատ հարցերի պատասխաններ չունենալով, սակայն հեռանում ենք այդ հարցերի պատասխանները ստացած։ Ժամանակը մեզ չսպասեց, բայց ժամանակը մեզ տվեց իրար։ Եվ դա ամենամեծ նվերն էր։ 12 տարի առաջ էր, եւ բռնել ենք մեր ծնողների ձեռքը եւ մտնում ենք դասարան։ Այսօր մենք բաց ենք թողնում այդ ձեռքը ոչ թե հեռանալու, այլ ինքնուրույն քայլելու համար։
12 տարին անցավ 1 վայրկյանի պես, եւ այդ 1 վայրկյանի մեջ տեղավորվեց մեկ ամբողջ կյանք։ Առաջին մեծ հաղթանակը եւ առաջին մեծ հիասթափությունը։ Ժամերը տեսանցան իմ ընկեր դպրոցական կանգնած ենք այստեղ մենք միասին հիշում անցածի մասին ահա եկավ օրը այս պետք է ձեզնից հեռու գնա ճամփաներով հեռվանանք բայց հոգով միասին մնանք ուրախության արցունքն աչքերիդ սիրելի դասխեք մեր թանկագին վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք կգան նոր սերունդներ սրտերում մեծեր սովորելով կյանքի մասին դասեր վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք կգան նոր սերունդներ սրտերում մեծեր սովորելով կյանքի մասին դասեր երկար տարիներ մեզ երկրորդ տունն ես եղել չեք թողնում դուք որ մենք հեռանանք ուզում ենք ձեր կողքին միշտ մնալ վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք ու կգան նոր սերունդներ սրտերում մեծեր սովորելով կյանքի մասին դասեր վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք ու կգան նոր սերունդներ սրտերում մեծեր սովորելով կյանքի մասին դասեր վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք ու կգան նոր սերունդներ սրտերում մեծեր սովորելով կյանքի մասին դասեր վերջին հնչյուններ զանգի դուք այսօր հնչեք մեզ դեպի նոր կյանք դուք ճանապարհեք ու կգան նոր սերունդներ սրտերում մեծեր սովորելով կյանքի մասին դասեր Նայիր կողքիդ կանգնածին, սա նայում է դու կիսել ես քո 12 տարիների ամենաուրախ եւ ամենատխուր վայրկյանները։ Մենք գուցե տարիներ անց չհիշենք, թե ինչ էր գրված ֆիզիկայի գրքի էջերում, բայց մենք միշտ հիշելու ենք, թե ով էր բռնում մեր ձեռքը, երբ մենք հուզված էինք։
Այս բանին մենք վայելում ենք մեր կյանքի ամենալուսավոր հրաշալի ակնթարթները։ Մեր այսօրվա համար մենք պարտական ենք այն մարտիկներին, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Հայաստան աշխարհը։ Խնդրում եմ մի պահ խոնարհվենք նրանց սուրբ հիշատակի առջև եւ մեկ րոպե լուրությամբ հարգենք բոլոր ժամանակներում հայրենաց պայքարում նահատակված մեր բոլոր հայ զինվորների հիշատակը։ Այս պահին մեր կողքին կանգնած են մեր ապագա զինվորները։ Մի քանի օրից նրանք կհամալրեն հայոց բանակի շարքերը։ Մաղթենք նրանց բարի ծառայություն։ Տղաներ, ձեր կյանքի ամենակարևոր դասը սկսվելու է սահմանին։ Դպրոցական պայուսակը վաղը փոխվելու է զինվորական ուսապարկի, ու մենք գիտենք, որ դուք պատվով եք կրելու այդ համազգեստը։ Գնացեք որպես տղամարդ, ծառայեք որպես հերոս ու հետ եկեք որպես հաղթող։ Մենք ձեզնով հպարտ ենք։ Մեր վերջին զանգի ամեն մի ղողանջ նաև ձեր մասին է տղերք։ Շնորհակալ ենք սահմանին կանգնած ամեն մի զինվորի, որ այսօր այս բակում կարողանում ենք տոնել մեր ավարտականը։ Թող ձեր ծառայությունը լինի խաղաղ, իսկ ձեր բազուկը անկոտրուն։ Տղեկ, դուք մեր սահմանի պահապանն եք, մեր հողի ուժը, մեր վաղվա օրը։ Բարի ծառայություն եւ խաղաղ վերադարձ բոլորիդ։ Խելացի ուշիմ հայացքով մանկան աշխույժ Ջրաջան։ Առույգ մտար դու դպրոց, խոստումնալից էր քո վառապագան, հիացած էին բոլորը քեզնով։ Անցան տարիներ դու հասակ առար, ու կամաց մարեց եռանդը քո մեջ, գիրք ու դպրոցից կամաց հեռացար, ու հազար ափսոս դու չհասկացար, որ գիտելիքն է այս կյանքում մարդուն դարձնում ամուր անհաղթ հաստատում։ Գնա ծառայիր հայոց բանակում, զինվորագրվիր երկրին սիրասում, եւ հուսանք, որ դու այնտեղից կգաս մանուկ օրերիդ եռանդով լցված։ Քո թիկնեղ տեսքով, հասակով պարթև, լրացուր շարքերը հայոց բանակի։ Եղիր միշտ պատրաստ դու անուն հայրենաս, ծառայիր մեր բանակում հպարտ։ Ու դարձիր նորից գյուղդ հայրենի, շենացրու նրան խաղաղ օրերում, եղիր դու նրա հերքվորը հողի, եղիր կերտողը մեր ազատ երկրի։ Քո զուլալ զայն Քիթ հմայքով կերում ես մարդկանց սրտերը հաճախ։ Քո հոգում դեռ կա մի գաղտնի անկյուն, որտեղ պահված են հույզեր անանուն, որ չեն երևում, որ թաքուն են դեռ։ Եվ այդ նուրբ հոգու երանգները վառ քեզ կդարձնեն զինվոր իսկական, ով իր բարությամբ, իր ազնիվ մտքով կդառնա հայոց բանակ շենացնող, ու մեր բանակի պատիվը պահող մարտիկն իսկական։ Վազգենն է ահա մեր չարաճճին, նա շատ է սիրում քնել մինչ կեսօր, դասի է գալիս միշտ ուշացումով, նախատինքներին նայում հումորով, բայց այդուհանդերձ նա գիտի մի բան, հայոց բանակում ինքը կլինի խիստ կարգապահ, լավ զինվորական ու կծառայի պատվով իսկական։ Տղաներ, թող այս աղոթագրքերը ձեզ պահպան լինեն զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Մեր ապագա զինվորները, որոնք շատ զուսպ են ու քչախոս, իրենց հույզերն ու զգացմունքներն արտահայտելու մեջ, իրենց որդիական սերն այս պահին արտահայտում են այսպես. ծաղիկներ նվիրելով իրենց մայրիկներին։ Չէ որ զինվորի համար մայրը նույնանում է հայրենիքի հետ։ Մայր ու հայրենիք զինվորին ուղենիշ դարձած սրբություններ։ Աշխարհ գալ մի օր նորից Կուզեի ծնվել ես իմ նույն հարազատ մորից Որ մանկության
ջերմությունն ինձ պարուներ Մայրս իր մետաքսել ձերքերով ինձ պարուներ Մամ ուզում եմ ես առաջվա պես օնոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներ աչքերից սրբեն Փաթաթվիր ինձ մամ քո գրքում ես մանուկ դառնա Աշխարհի չար ես քեզ սիրում եմ Երնեք ջուր տայի առաջվա պես քո նուր պապով Ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խեղճի չափով Որ հավայի ես անհոգ քո ծնկներին Որ ծնկի ես գայի խնդրեի մամիզներին Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբեն Առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբեն Փաթաթվիր ինձ մամ քո գրքում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ ման Վաղը այս ժամին այս բակում լռություն կլինի։ Մեր ծիծաղը չի հնչի ու մեր ձայները կմնան միայն որպես հիշողություն, բայց այդ լռությունը դատարկություն չէ։ Դա այնտեղն է, որտեղ մենք թողում ենք մեր մանկության մի մասը, որպեսզի այն պահի այս պատերը։ Մենք գնում ենք, բայց մեր մասին հուշերը միշտ մնալու են այստեղ որպես օրինակ նրանց համար, ովքեր կգան մեզնից հետո։ Գիտեք, մենք այսօր մի գաղտնիք պիտի բացենք։ Մենք դասից ոչ թե փախչում էինք, որ չենք սիրում դասը։ Մենք փախչում ենք, որովհետև դրսում ազատությունն էր կանչում։ Բայց այսօր, երբ վերջապես այդ ազատությունը մերն է, մենք մի տեսակ շփոթված ենք եւ չենք շտապում հեռանալ։ Բարև ձեզ երեխաներ։ Էս 12 տարի է ձեր դասարան եմ գալիս։ Մի օր չեղավ որ գամ տեսնեմ գիրք ու տետր բացած նստած ինձ եք սպասում։ Կամ էս ինչա ձեր դասարանի վիճակը։ Էս ինչ թափթփվածություն է։ Ինչ կլինի որ մաքուր պահեք։ Ես ասեմ ինքեր Գրիգորյան։ Ասա։ Գրիգորյան, մենք էլ ենք 12 տարի այս հարցի շուրջ մտածել ու մի լուծում ենք գտել։ Լացատեսնեմ, ես ինչ եք մտածել։ Տունը մնայինք ինքեր Գրիգորյան։ Նստեք տեղներդ, հա։ Լավ, անցանք դասին։ Ասա։ Խի։ Լավ, գնա, բայց նենց կգնաս, որ քեզ չտեսեմ, պատի տակով հելի նենց գնա։ Լավ, շարունակում ենք։ Հիմա, եկեք հասկանանք, թե այս 12 տարիների ընթացքում ինչ ընդհանուր գիտելիքներ եք ձեր բերես, ստուգենք ձեր գիտելիքները։ Օրինակ,
Դու Հովանես ոտքի կանգնիր, հիմա քեզ էսվիսի մի հեշտ հարց եմ տալիս մաթեմատիկայից, տեսնեմ ինչ գիտես։ Օրինակ, դու ունես 10,000 դրամ, 10,000 է պապատա տալիս, ինչ ստացվեց։ Այ տղա դու մաթեմատիկայից ընդհանրապես բան չգիտես։ Մաթեմատիկայից գիտեմ, ուղղակի դու իմ պապային չէր ճանաչում, ինքը այդ փոքրտավողը չի։ Լավ է։ Օրինակ լավ էսպիսի մի ուրիշ հարց եմ տալիս։ Քեզ Սոնա ոտքի կանգնիր։ Օրինակ մարդը ունի 150 հատ պաղպաղակ։ 100-ը ուտում է, տակը ինչ ա մնում։ Դիաբետ, ընկեր Գրիգորյան։ Դե լավ եք էլի, ինչ անհամն եք։ Լավ, եկեք անցնենք ուրիշ առարկայի, օրինակ կենսաբանությանը, տեսնեմ կենսաբանությունից ինչ գիտեք։ Օրինակ դու Ջուլիետա ոտքի կանգնիր, թվիր 5 հատ ջրային կենդանի։ Գործ ընկեր Գրիգորյան։ Ապրես բա մնացածը։ Ընկեր Գրիգորյան, գործի հերը, մերը, քուրը, աղբերը։ Ձեզանից բան դուրս չի գա։ Կամ դու ես բերանդ բացել, իրան շատ բան գիտես։ Դու գիտես, որ աշխարհագրության դասատուն քեզանից բողոքում է։ Ինչի ընկեր Գրիգորյան։ Ասում է ոչ մի բան աշխարհագրությունից չգիտես։ Լավ, արի քեզ հիմա սենց մի հարց տամ, տենամ կկարողանաս պատասխանել։ Որ գետնի հատում հասարակածը 2 անգամ։ Ինչա ընկեր Գրիգորյան չի լսվում, մի քիչ բարձր ասե։ Ասում եմ, որ գետնի հատում հասարակածը 2 անգամ։ Վայ չի լսվում, մի քիչ բարձր ասե։ Այդ տղայի ձեռք ես առնում։ Չէ, վայից ձեռք առնել եք, նստեք տեսեք, որ չի լսվում։ Լավ, արի փորձեմ։ Ընկեր Գրիգորյան, այն 10,000-ը որ պարկով վերցրել եք, կարաք հետ տակ։ Ասում եմ, այն 10,000-ը որ պարկով վերցրել եք, կարաք հետ։ Դե ասում եմ։ Լավ, կամ հլասեք տեսել նզպայի ուսուցիչի խեա ձեզանից բա։ Ումից մեզնից։ Հա, ասում են նղնակը նետումից առաջը չգիտեք։ Դեպա ասում են դուք ձեր բարերով մի ասեք, գրքային ասեք, գրքային էլ չի ստացվում։ Ով լավ հանստեք, ձեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա։ Լավ, Անժելա դու ոտքի կանգնի, հիմա քեզ շատ հեշտ հարց եմ տալիս։ Արտասանի, ես իմանուշ Հայաստանի բանությունը, ամոթա, ավարտեք ու չիմանաք։ Ես իմանուշ Հայաստանի, սովաս, ծառավ ջանին մերնեմ։ Դե, լավ եք է։ Լավ, Գոհար, հիմա քեզ եմ պատմությունից մի շատ հեշտ հարց տալիս, կանգնի ոտքի։ Ինչ գիտես Տիգրամեծի մասին։ Չեմ կարող ասեմ ընկեր Գրիգորյան։ Խի այ բալա։ Որովհետև պապաս ասել է մահացած մարդկանց հետևից չի կարելի խոսել։ Լավ, այս անգամ մեռածների խաթր ձեն չեմ անում, բայց հաջորդ անգամ ողջերից եմ հարցնելու։ Տեսնեմ ինչ կասես։ Լավ, անցանք առաջ։ Օրինակ դու Մարի ոտքի կանգնիր, մալադոյի բառը թարգմանիր անգլերեն եւ հայերեն լեզուներով։ Ռուսերեն մալադոյ, անգլերեն յոնք, դե հայերեն էլ եկայեշես։ Եկայեշը դուք եք, հա? Կամ լավ է, վերջին հարցն եմ տալիս, եթե չպատասխանեցիք տնօրենին կկանչեմ։ Ադե դուք էլ եկան հարց տվեցիք, հիմա մենք էլ ձեզ մի հարց տանք, տենակ պիտի կարողանաք պատասխանել, թե չէ։ Ես 110 տարվա մանկավարժ եմ, այդ ինչ հարց պիտի տակ, որ չկարողանամ պատասխանել։ Լավ է, որ ասում եք 110 տարվա մանկավարժ եք, տենակ պիտի կարողանաք պատասխանել, թե չէ։ Օրինակ ասեղի ու ձիու տարբերությունը ո՞րն է։ Դե էնի առարկա է, էն էլ կենթանի, պարզ չի։ Ոչ, տեսեք որ չգիտեք։ Էփ ասա իմանամ։ Ձիու վրա կարում եք հանգիստ նստեք, բայց ասեղի վրա որ նստեք, Լավ, այսքանով ես հասկացա, որ դուք շատ բարձր գիտելիքներով ավարտում եք դպրոցը, ես գնացի։ Սիրելի ընկեր Մալխասյան, շնորհակալ ենք, որ ստեղծել եք այնպիսի միջավայր, որտեղ մենք կարողացել ենք սովորել եւ ձևավորվել որպես մարդ։ Արգելի ընկեր Ղարդյան, դուք մեր դպրոցական առօրյայի ամենակարևոր մարդն եք։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր զգոնության ու հոգատարության համար, որ միշտ ներքո ոգին եք եւ ուղղորդում եք մեզ։
ստանա ձեր ամենօրյա հոգատար խրատները։ Այսօր գուցե վերջին անգամ եք ասում մազեր հետ կապիր, բայց մեկ միշտ կհիշեք, որ մեզ կարգապահություն ու կոկիկություն էիք սովորեցնում։ Գյուղացիներին միշտ օգնական եւ սատարող ՀՄԱԻ վարչական ղեկավար Տիկին Մինասյան։ Ասում են, մարդ ապրում է այնքան, քանի դեռ ապրում է նրա մասին հիշողությունները։ Մեր ճանապարհի սկզբին կանգնած էր մի մարդ, ով սովորեցրեց մեզ գրել առաջին տառը, բայց այսօր նա մեզ հետ չէ ֆիզիկապես։ Սիրելի ընկեր Թորոսյանը չտեսավ մեզ այսօրվա պես հասուն եւ պատրաստ մեծ կյանքին, բայց մեր ամեն մի հաջողության մեջ նրա լույսի մի մասնիկը կա։ Նա սովորեցրեց մեզ բարություն, որը մենք տանում ենք մեզ հետ։ Մեր 12 տարիները մի ամուր շղթա են, որի ամենակարևոր օղակները դուք եք, մեր սիրելի դասղեկներ։ Ընկեր Մկրտչյան, դուք մեզ ընդունեցիք փոքրիկ երեխաների պես ու 9-րդ դասարանում մեզ հասնեցիք կյանքի հաջորդ փուլին, արդեն հասունացած ու պատրաստված։ Շնորհակալ ենք, որ ձեր հոգու մի մասնիկը թողեցիք մեր մեջ։ Ընկեր Գրիգորյան, դուք ստացնեցիք ամենապատասխանատու տարիները։ Դուք դարձաք մեր ընկերը, մեր խորհրդատուն ու մեր պաշտպանը։ Մենք այսօր կանգնած ենք այս բակում որպես մեկ ամբողջություն, որովհետև ձեր երկուսի սերն ու աշխատանքը միահյուսվել են մեր ճակատագրերում։ Սիրելի ընկեր Սարգսյան եւ սիրելի ընկեր Տոնոյան, ձեր շնորհիվ մենք սովորեցինք ճանաչել մեր արմատներն ու հպարտանալ մեր անցյալով։ Շնորհակալ ենք, որ սովորեցիք սիրել հայրենիքն ու հասկանալ պատմության դասերը։ Սիրելի ընկեր Սարգսյան եւ ընկեր Մաթոսյան, կյանքի հրաշք ու բնության գաղտնիքները մենք բացահայտել ենք ձեր դասերին։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորեցիք սիրել ու պահպանել այն ամենը, ինչը ապրում եւ շնչում է։ Զարգարյան եւ սիրելի ընկեր Չոբանյան, դուք մեզ սովորեցիք, որ կյանքում ամեն ինչ է, որ պետք է հաշվել թվերով, բայց ամեն խնդիր ունի իր լուծումը։ Այսօր առանց համակարգչի կյանք չկա, եւ դուք մեզ սովորեցրեցիք ճիշտ պատասխանել, ճիշտ կողմնորոշվել թվային աշխարհում։ Շնորհակալ ենք կարևոր եւ ժամանակակից գիտելիքների համար, ընկեր Թորոսյան։ Ընկեր Ֆարմանյան, կարգապահությունն ու քաջությունը սկսվել են ձեր դասերից։ Շնորհակալ ենք, որ մեզ տղաները սովորեցրեցիք լինել տոկուն, իսկ աղջիկներին միշտ պատրաստ լինել հայրենիքի պաշտպանությանը։ Ընկեր Խաչկյան, դուք ձեր ընկերական եւ մտերմիկ բացող եղաք ոչ միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այլ լավ ընկեր եւ բարեկամ։ Սիրելի ընկեր Գրիգորյան, շնորհակալ ենք ձեր համբերության համար, թեև լեզուն լավ չսովորեցինք, բայց միշտ գնահատել ենք ձեր մարդկային վերաբերմունքը։
Շնորհակալություն ընկեր Խաչատրյան, որ մեզանից չնեղացաք մեր չիմացիան համար։ Ձեր բարությունը ու հոգատարությունը մեզ համար շատ կարևոր էին։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանին մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ ենք երջանիկ, դպրոցի ճամփան օնոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կան ու դարձել ես վերջին զան դպրոցի ճամփան օնոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կան ու դարձել ես վերջին զան Ես օխի Բախում ենք մենք կրվել, տղեկով եք դասից պախել, ոչ ավել ու ոչ պակաս, ձեզ եղել ենք պատուհաս, ես այստեղ լացել ու ռախացել, խեն սիրել ենք ամեն նշացել, իմ դպրոց հավեշ կանգնա, հեռանում եմ ես անդար, դպրոցի ճամփան օնոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զան դպրոցի ճամփան օնոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զան Դպրոցի ճամփան օնոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջին զանգ Սիրելի առաջին դասարանցիներ, մենք հեռանում ենք ասպարեզը թողնելով ձեզ։ Լավ սովորեք ու իմացեք, որ գիտելիքն է մարդու ամենահզոր զենքը, եւ այդ գիտելիքի հիմքը դպրոցն է։ Մենք հիմա դեռ փոքր ենք, մեկ որդին ենք, մենք փոքրիկ աղբյուր ենք, մարդկանց թողել, ինչ պիտի դառնանք, մենք երբ մեծանանք, անտարբեր երազներ միայն մեծանանք, ինչ պիտի դառնանք, մենք երբ մեծանանք, անտարբեր երազներ միայն մեծանանք, թող աշխարհը միշտ խաղաղ լինի, եւ թող մարդը միշտ ուրախ լինի, մենք երդվում ենք որ լավ արտանանք, կյանքում լավ ես պայլես, ով է դու լինես շատ լավ, թող աշխարհը
ինչպես ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, թե կատակեր և թե լուջ, թե հեքիաթ կախարդական և թե կյանքեր իրական ու կարծես երեկել դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնամ անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով Հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով Հարգելի ներկաներ, Սարամեջի միջնակարգ դպրոցը ողջունում է բոլորի։ Այսօր մեր դպրոցում ավարտվեց ևս մեկ սերնդի մանկության և պատանեկության պատմություն։ Օրը հուզմունքով լի է, ասված ու չասված խոսքերը շատ են, բայց մի բան հաստատ է։ Մենք դպրոցից կյանք ենք ճանապարհում բարոյական մեծ արժանիքներով օժտված մի սերունդ։ Ցանկանում եմ Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ, որ ձեր կյանքի հետագա ընթացքը լինի անխոչնդոտ, միայն վերելքներով լի, և ձեր կյանքի ամենամռայլ բանը թող այսօրվա եղանակը լինի։ Խոսքը տրամադրում եմ մեր դպրոցի հարգարժան տնօրեն Տիկին Մալխասյանին։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի մանկավարժներ, հարգելի ծնողներ, հարգարժան հյուրեր, անչափ շնորհակալ ենք, որ այսօր մեր բակն այսքան մարդաշատ է։ Եկել եք մեզ հետ կիսելու մեր միջոցառման այն հրաշալի պահերը, որին երկար սպասել ենք։ Սիրելի շրջանավարտներ, խոսքս ուղղում եմ ձեզ։ Անկեղծ ասած ամեն ինչ կորած չէ, այն որ դուք այսօր խոստովանեցիք, որ սխալներ եք կատարել, ինքներդ կարողացաք ձեր թերությունները բացահայտ այսքանի ներկայությամբ ասել, նշանակում է դուք բավականին
ճիշտ ճանապարհի վրա եք։ Եթե մարդը կարողանում է իր սխալը ասել, դա մեծ հերոսություն է, համարձակություն է։ Շնորհավորում եմ ձեզ շրջանավարտի օրվա կապակցությամբ։ Ձեր տոնը շնորհավոր։ Այսպիսի հրաշալի պահեր թող ձեր կյանքում շատ լինեն, տարբեր առիթներով։ Միշտ շրջապատված լինեք այսպիսի սիրով ու ջերմությամբ։ Ձեր ծնողների սերը, մեր սերը ձեր նկատմամբ, թող ուղեկից լինի ամբողջ կյանքի ընթացքում ձեզ։ Ինչ դժվարությունների որ հանդիպեք, կարող եք հույսները դնել մեզ վրա։ Ցանկացած պահի կարող ենք լինել ձեր խորհրդատուն եւ ձեր ավակ ընկերը։ Եղեք մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար արժանի սերունդ, արժանի զավակներ։ Ու ես ուզում եմ կրկնվել, ամեն անգամ ես այս խոսքը միշտ կրկնում եմ, սիրելիներս, չլքեք մեր հայրենիքը ձեր կարիքն ունի, շենացրեք, ծաղկացրեք, հզորացրեք մեր երկիրը։ Իսկ մենք կողքից նայենք ու հպարտանանք, որ դուք մեր դպրոցի սանն եք, մեր շրջանավարտները։ Հարգելի ծնողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ այս պայծառ օրվա կապակցությամբ, թող ձեր երեխաները, ձեր հույսերը արդարացնեն, դուք բավականին հույսեր եք կապել նրանց հետ, ինչ թրթիրով եք մեծացրել, ինչեր եք պլանավորել ձեր մտքում, թող բոլորը իրականություն դառնան, թող լինեն ձեր չարչարանքի, ձեր նպատակների իրականացնողը։ Սիրելի ուսուցիչներ, դուք ձեր ավանդն ունեք այս հրաշալի պատանիների ու աղջիկների կայացման կյանքում։ Ամեն ինչ արել եք, լռել եք, ներել եք, հանդուրժել եք, երբեմն մեջք եք դարձրել, չնկատելու եք տվել, գիտակցելով, որ մեր երեխաները հետո կհասկանան իրենց սխալները։ Ձեզ ցանկանում եմ եռանդ, առողջություն, էլի ու էլի նվիրում հետագա սերունդներ դաստիարակելու գործում։ Շնորհավոր տոնդ, շրջանավարտ։ Խոսքը սիրով փոխանցում ենք Սարամեջ միջնակարգ դպրոցի փոխտնօրեն սիրելի ընկեր Ղարդյանին։ Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, այսօր տոն է մեր դպրոցում եւ հուզումնառատ պահ է մեր շրջանավարտների համար։ Նրանք ավարտում են դպրոցական ուսումնառությունը։ Ես ուզում եմ շնորհավորել նրանց դպրոցի վերջին դասի վերջին զանգի կապակցությամբ։ Եվ ուզում եմ ասել, որ ինչ էլ որ կյանքում լինեք, կյանքը ձեզ ուր էլ տանի, միշտ հայ մնացեք, պահեք ձեր հայ մարդու տեսակը, որովհետև դրանով ենք մենք փրկելու մեր սերունդները, դրանով ենք մենք ծաղկեցնելու մեր հայրենիքը։ Սիրելի շրջանավարտներ, թող ձեր ուսուցիչների տված գիտելիքներն ու խրատները լինեն ձեր կյանքում փարոս, ձեր կյանքի ուղին ճիշտ կառուցելու եւ հարթ անցնելու համար։ Հաղթական քայլերով անցեք այդ ուղին։ Թող ձեր գարունները միշտ կանաչ եւ արևաշատ լինեն։ Թող կյանքում ոչ մի խոչընդոտ ձեզ չվախեցնի։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ մեկ անգամ եւս ասել. բարի երդ ձեզ, սիրելի շրջանավարտներ։ Խոսքը սիրով տրամադրում ենք Սարամեջ համայնքի վարչական ղեկավար Տիկին Մինասյանին։ Հարգելի ուսուցիչներ, ծնողներ, ներկաներ, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում եմ խորհրդանշական օրվա վերջին զանգի արդիվ։ Եվ առանձնահատուկ շնորհավորանքս հարգելի ընկեր Գրիգորյան, սիրելի շրջանավարտներ, ձերն է։ Ցանկանում եմ ձեզ ձեր կյանքի ընթացքում հաջողություններ, խաղաղ, լուսավոր ու պայծառ ապագա։ Եվ ուզում եմ իրականություն դառնան ձեր բոլոր այն նպատակները, որոնք ունեցել եք դպրոցական տարիների ընթացքում։ Եվ իրականություն դարձնելու համար պետք է հստակ, խիզախ, անվախ գնալ դեպի երազանքների հետևից։ Եվ որտեղ է լինեք, որ ոլորտում։ Ուզում եմ ձեր մարդկային բարձր արժեքը չկորցնեք, ձեր մարդ տեսակը երբեք չկորցնեք։ Եվ ձեր գյուղի, ձեր հայրենիքի համար պիտանի ու արժանի զավակներ լինեք։ Եվ այսօրվա ղողանջները, որ հնչեցին, թող լինեն ոչ թե վերջի ու ավարտի ղողանջներ, այլև նորի ու սկզբի մեկնարկի ղողանջներ։ Աստված թողորնի այն ճանապարհը, որ անցնելու եք այսուհետ։ Բարի մուտք, բարի երդ, նոր ու մեծ աշխարհ, սիրելի շրջանավարտներ։ Շնորհակալություն։
Խոսքը փոխանցում ենք մեր սիրելի 12-րդ դասարանի դասղեկ Տիկին Մկրչյանին։ Հիշում եմ առաջին քայլերս դեպի դպրոց, չգիտեի ինչ էր ինձ սպասվում։ Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ վերջի զանգի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, նպատակների իրականացում, լուսավոր ապագա, կանաչ ճանապարհ, ամենալավը ձեզ, բարի երդ ձեզ։ Նորից եմ կրկնում, ես ձեզ երբեք չեմ մոռանա։ Խոսքը սիրով փոխանցում ենք Սարամեջի միջնակարգ դպրոցի ծնող կոմիտեի նախագահ, 12-րդ դասարանի շրջանավարտի ծնող Տիկին Տիգրանուհուն։ Հիշում եմ առաջին քայլերս դեպի դպրոց, չգիտեի ինչ էր ինձ սպասվում։ Շնորհավորում եմ երեխեք ջան, առողջ լինեք, սրացիկ ճանապարհ անցնեք։ Ձեզանից էլ շատ շնորհակալ եմ։ Եվ վերջապես խոսքը փոխանցում ենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Գրիգորյան եւ հետո ուզում եմ ասել, որ խոսքը փոխանցում եմ այս միջոցառման ամբողջ ընթացքում ամենահուզված, ամենաշատ սիրով լի մարդուն, դասղեկ Տիկին Գրիգորյանին։ Սիրելի շրջանավարտներ, սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ, երևի թե ձեր կյանքի համար, ձեր կյանքում ամենանշանակալից ցուցան կապակցությամբ։ Դուք այնպիսի հուզիչ խոսքցիք, եւ ես համոզված եմ, որ անկեղծ խոսքեր էին։ Մենք էլ ձեզ հետ հուզվեցինք, սիրելի երեխաներ։ Գիտեք ինչ, ուզում եմ ասել, որ եղել են պահեր, որ մենք զայրացել ենք, մենք բաշկացել ենք, շատ ենք բաշկացել, բայց հաջորդ պահին ծնողական ներողամտությամբ մեզ ձեզ ներել ենք ու սիրել ենք, ու իմացեք, սիրելի երեխաներ, մենք ձեզ իրոք շատ ենք սիրում, և ձեզ հետ մենք կապում ենք այնքան գեղեցիկ ապագայի ծրագրեր։ Սիրելիներս, գնացեք ձեր երազանքների հետևից, հասեք ձեր երազանքներին։ Իսկ մենք կողքից կնայենք և կհպարտանանք ձեզնով։ Հավատացեք, ես սրտանց բոլորիդ մաղթում եմ հաջողություն։ Սիրելի տղաներ, ձեզ բարի ծառայություն, գնաք, պահպանեք մեր սահմանները, գաք և ապրեք ձեր հայրենի երկրում, շենացնեք ձեր հայրենի երկիրը։ Սիրելի ծնողներ, ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս միջոցառմանը աջակցելու, միջոցառումը հնարավորություն տալու, որ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվի և ամեն դեպքում ձեր բոլոր աջակցությունների համար։ Շնորհակալություն, իսկ ձեզ սիրելի երեխաներ, բարի ճանապարհ և Աստված ձեզ հետ։ Եկավ այդ օրը երկար սպասված, լռեց դպրոցը մի պահ, մի քիչ թաց աչքերով կանգնած, հիշում եմ ամեն դաս, բակում էր ուրախ քայլերը, ծիծաղը մեր անհոգ, մանկության ջերմ երազները մնացին այստեղ ընդմիշտ, տարիները թռան աննկատ, օրերը դարձան հուշ, այսօր հրաժեշտ ենք տալիս, բայց սրտով քեզ հետ ենք միշտ, վերջին զանգ դու միշտ ապիր, թող մի պահ էլ մանկություն լինի, իմ դպրոց քեզ չեմ մոռանա, դու իմ լույսն ես միշտ, վերջին զանգ հնչի սիրով մեզ ճանապարհիր,
խոսքերը Ուղեկցեն մեզ միշտ ընկերների ջերմ հայացքը կմնա սրտիս մեջ Այս բակը, այս դասասենյակը մեր երազների տուն Այսօր քայլում ենք առաջ և հոգով կյանքին ընդառաջ Վերջին զանգ դու միշտ ապի Թող մի պահ էլ մանկություն լինի Իմ դպրոց քեզ չեմ մոռանա Դու իմ լույսն ես միշտ Վերջին զանգ հնչիր սիրով մեզ ճանապարհին Թե գնանք հեռուներով քեզ հետ ենք միշտ Վերջի զանգ դու միշտ ապիր Թող մի պահ էլ մանկություն լինի Իմ դպրոց քեզ չեմ մոռանա Դու իմ լույսն ես միշտ Վերջի զանգ հնչիր սիրով մեզ ճանապարհին Թե գնանք հեռուներով քեզ հետ ենք Վերջի զանգ դու միշտ ապիր Թող մի պահ էլ մանկություն լինի Իմ դպրոց քեզ չեմ մոռանա Դու իմ լույսն ես Եկավ այդ օրը երկար սպասված Լրես դպրոցը մի պահ Մի քիչ թաց աչքերով կանանց Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեկ էր դեռ դասերու դասարաններ
ախ ես ոնց է ճերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան